Աստծո ներկայության մեջ մեղքերը հալվում են, երբ որ դու հասկանում ես ով ես դու Քրիստոսում։ Դու միգուցե մտածում ես միաբանության համաժողովը միայն նրա համար է, որ եկեղեցիները միաբանի։ Ես կասեմ ոչ։ Այսօր նաև քո օրն է։ Ու Տերը որ գալիս է, ինքը բացի իր ամբողջական գործը անելը, որ պիտի անի, ինքը գալիս է իր երեխեքին նվերներ տալու համար։ Այդպես է թե չէ։ Կա մեկը, որ իր մարմնի մեջ հիվանդություն ունի։ Ձեր ձեռքերը բարձրացրեք։ Կա մեկը, որ մեղքի կախվածություն ունի, մի բարձրացրեք ձեր ձեռքերը, պետք չի։ Խաղամոլություն, սիգարետ, թմրադեղեր, կապ չունի ինչ կախվածություն է։ Կապ չունի, բայց կախվածություն է, դու չես կարողանում ազատվես։ Դու ուզում ես, չես կարողանում, դա գերություն է, երբ որ չես ուզում, դա սեր է։ Այդ գերություն չի, Աստված քեզ քո ընկերներից չի բաժանի, քո թշնամիներից կարող է։ Ես ուզում եմ դու հավատքով հիմա կպնես Հիսուսին, Տերը ստեղ է։ Միգուցե դու չէիր սպասել, որ այսօր քո հիվանդության համար վերջ կլինի։ Միգուցե դու չէիր սպասել, որ այսօր Տերը ստեղ քո գերության հարցը կլուծի։ Բայց Տերը ստեղ է, որպեսզի նախ քեզ կպնի, հետո նոր քեզ միաբանի մյուսների հետ։ Տերը նախ մեզ է մաքրում, հետո նոր մեր միջոցով, նախ մեր մեջ, հետո նոր մեր միջոցով։ Ամեն։ Ուղղակի ընդունի Տեր Հիսուսի անունով։ Ամեն հիվանդություն, ամեն մեղք, որ բռնել է իմ քույրերին ու եղբայրներին, հենց հիմա Հիսուսի անունով ես դուրս եմ վռնդում իմ քույրերի ու եղբայրների մարմնի միջից ամեն հիվանդություն, թող լինի քանդված Հիսուսի անունով։ Այն մտածելակերպը, որը որ հարմարվել է հիվանդության հետ, ես խոսում եմ խոսքի ազատություն, որ բժշկությունը քո զավակների կերակուրն է։ Հիսուսի անունով ամեն գերություն, մեղքի գերություն, ես քանդում եմ։ Տեր թող հենց հիմա քո ներկայության մեջ գա բժշկություն ու ազատագրություն իմ քույրերի ու եղբայրների կյանքի։ Հալելույա, հալելույա, ամեն, հալելույա, Տերը ստեղ է, Տիրոջ զորությունն է բերում բժշկություն ու ազատագրություն։ Երբ որ գնաս, միտք է գալու նորից արա, ասա ոչ ես ազատագրված եմ, ես ազատ եմ։ Երբ որ գնաս, գնա բժշկի ու ստուգվի։ Ամեն, վկայությունները կուղարկեք հովվարային ողջ փառքը Հիսուսին։ Հալելույա։ Հալելույա, դուք հրաշք եք։ Գիտեք, ես մտածում եմ, լավ, բոլոր հովիվների անունից չասեմ, բայց կան հովիվներ, ովքեր ամենաշատը սիրում են Աստծո ձայնը, հետո իրանց կնոջ ձայնը, հետո իրանց փառաբանության ավագի ձայնը։ Ասենց եք արել, որ ինձ պահեք ստեղ, ես չէ, ես քայլող եմ, ես չեմ կարա մնա։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ Աստծո գանձեր։ Դուք գիտեք, որ դուք գեղեցիկ եք։ Տերը որ գալիս է, ձեր համար է գալիս։ Ինքը սինթեզի համար, պատերի համար, անի հյուրանոցի համար, աթոռների համար, ինքը քո համար է գալի։ Դու ես իրա թանկագինը, քո համար թանկ գին է վճարված։ Ինքը քո գալիս է, որ սիրի քեզ, որ կպնի քեզ։ Ամեն։ Տերը քո համար է եկել։ Ու հովիվարա, շատ շնորհակալ եմ այս հրավերի համար։ Իմ համար պատիվ է քո հետ միասին, ախպերներիս հետ միասին կանգնել ու ծառայել իր ժողովրդին։ Միշտ երբ որ լինում է հնարավորություն ծառայել Աստծո ժողովրդին, դա մեծագույն պատիվ է։ Այս չի, որ անգիր արած խոսքերա շպոն հանում ասում ենք, դա իրականում տենց է։ Ամեն։ Որտեվ դու գիտես դու ինչ ես անում, դու գիտես որ Աստծո գործն ես անում, դու գիտես դու ով ես ու ով ես, բայց Աստված քեզ օգտագործում է։ Ու ամեն անգամ ասում ես, հալավ,
աղբորպես Տեր, ասում գնա, դու չես անելու, ես եմ անելու։ Այնպես որ այսօր էլ իրաուծությունն է ծառայելու, Վարոն ձեզ շատ տալու բան չունի, բայց այն նոցությունը, որ Վարոյի վրա է, ձեզ տալու բան ունի, ու իրա պարգևն է ծառայելու։ Ամեն։ Աստուժորդ, ես 3 բանից եմ ուզում խոսամ այսօր։ Առաջինը, միաբանություն եկեղեցու մեջ 10 րոպե կխոսեմ։ Երկրորդը, միաբանություն եկեղեցիների մեջ 10 րոպե կխոսեմ։ Ու հետո Աստված ինձ մարգարեական խոսք ա տվել քո կյանքի համար, որը էլի միաբանության հետ կապ ունի։ Հետո կխոսեմ քո հետ։ Եթե տենց ամաչես ամեն ասես կամ ալարես ամեն ասես, գլխով սենց արա, ես կհասկանամ, որ մեջն ես։ Հա ով չի սիրում ամեն ասես, կամ աշկով տվեք, ես կհասկանամ, որ մեջն եք։ Եվ աչքով տղվողները քչացան ու ամեն ասողները շատացան։ Եթե եկեղեցու մեջ չկա միաբանություն, ու երկրորդ եկեղեցու մեջ չկա միաբանություն, ու երրորդ եկեղեցու մեջ չկա միաբանություն, դժվար այդ եկեղեցիների միջև լինի միաբանություն։ Միաբանությունը սկսվում է ոչ թե եկեղեցու միջից, այլ իմ սրտի միջից։ Ամեն բան սկսում է ստեղ, կամ ստեղ, երբ որ Աստծո խոսքը ասում է սիրտ, մենք ցույց ենք տալիս ես, բայց իրականում Աստված նկատի ունի ես։ Չէ, ոչ թե ես իմ այս սիրտն եմ պահում, որ ճնշումս չընկնի, այլ ես եմ պահում։ Ամեն զգուշությունից առավել զգուշացի քո մտածելակերպի, քո ներսի մարդը ինչ անգնում ընդեղ։ Ու ես այսօր ուզում եմ առաջինը խոսամ մի բանի մասին, որ սատանան գալիս է սկզբից հարվածելու եկեղեցիների միջի միաբանությանը։ Իր նպատակն է ոնց որ եղբայրներս ասեցին, մենք ոչ ոքս իրար հետ չենք խոսել, բայց բոլորս գիտենք այս ճշմարտությունները, բաժանի ու տիրի։ Եմ որ ասում եմ թշնամուն պիտի մի քիչ ճանաչես, որպեսզի կարողանաս իր հետ պայքարես։ Մենք ավելի շատ մեր Տիրոջն ենք ճանաչում, բայց մի քիչ էլ մեր թշնամուն, ոչ թե կենտրոնացած ենք թշնամուն ճանաչելու, չէ, Տիրոջը ճանաչելու, հետո մի քիչ մեզ ճանաչելու, բայց մեր թշնամուն էլ ենք ուզում ճանաչենք իր ստրատեգիաները, որ կարողանանք հաղթենք։ Ու ամեն բան սկսում անդեղից, երբ որ մեկը մեկի հետ համաձայն չի։ Երբ որ մեկը մեկի նման չի, Աստծո խոսքը ասում է, որ Քրիստոս պարգևներ է դրել եկեղեցում։ Մեկին տվեց Սուրբ Հոգին իմաստության խոսք, մեկին գիտության խոսք, ինչի համար։ Եկեղեցու շինության համար, եկեղեցու միաբանության համար։ Մեկին դրեց Հովիվ առաքյալ ավետարանիչ, ինչի համար։ Եկեղեցու միաբանության սուրբերի աճի համար։ Ամեն։ Բայց ցավոք սրտի, երբ որ մենք մեր պարգևներին ճիշտ չենք վերաբերվում, այ այս միաբանության փոխարեն գալիս է բաժանում։ Ու ես ասում եմ, այս Վարդան աղբերս ինքը ախր շատ է խոսքի մեջ խորացած։ Ինքը չոր է։ Վարդան աղբերն էլ ասում է, բայց այս Վարո աղբերս մի քիչ շատ է օթերով, սենց հոգով, միայն հոգով։ Ինքը թաց է ու կարող է հոգով մի օր նա հասնի Քելբաջար, սխալ տեղ։ Ու փոխանակ մեր պարգևները մենք իրար հետ համագործակցենք, մեր պարգևները, որ իրար նման չենք, դառնում է պատճառ բաժանության։ Այսօր ես ձեր համար ունեմ ուղերձ, համագործակցեք նրանց հետ, ովքեր ձեզ նման չեն։ Մենք ուզում ենք սաղին սարքենք մեր նման, որ սիրենք, ասում ենք արի դառի ինպես, որ սիրեմ քեզ, Հիսուս ասում է տես չի աշխատում։ Ես քեզ սիրում եմ, այնպիսին ինչպիսին դու կաս։ Այդպես է թե չէ։ Մեր Տերը չասեց արի դառի ինպես, նոր քեզ սկսեմ, չէ, Տերը մեզ սիրեց, երբ որ դեռ մենք մեղքերի մեջ ենք։ Առաջի բանը, որ Քրիստոսի եկեղեցին պիտի հասկանա համագործակցել այն մարդկանց հետ, ովքեր մեր նման չեն։ Ինքը իմ նման չի, ես չեմ ուզում իր հետ չվեմ։ Ես ուզում եմ դու քո սիրտ մտնես, մի հատ քննի քո ներսը, քննի քո անձը։ Ինքը իմ նման չի մտածում։ Ես խուսափում եմ իր հետ շփվելուց։ Մենք տենց ենք մտածում, սիրելներ։ Մենք հավաքվում ենք միանման մարդկանցով իրար հետ փոխհարաբերության։
Հավաքվում են կոմպյուտերշիկները իրար հետ, որտեվ այդ մասնագիտությունը ունեն երաժիշտները իրար հետ, նախքին գողականների իրար հետ, ես չեմ տեսել երաժիշտների մեջ երկու հոգի թզբեխով։ Սենց մեկը ջութակիստ, մեկը կոմպոզիտոր, մեկը բան, ու երկու հոգի տղեր քեզ չկա տենց բան։ Իրանք այդտեղ չկան։ Կամ եթե թզբեխով, ապա աղաչում եմ միջան արեք։ Ես էլ եմ երգում, բայց աղաչում եմ։ Հասկանում եք իմ ասածը։ Ու մենք վանում ենք, մեր տեսակը, իմ տեսակը վանում է քո տեսակին։ Բայց Աստված քո տեսակը սարքել է, որ իմ տեսակին լրացնի, ու եթե ես կարողանամ համագործակցեմ քո հետ, Քրիստոսի մարմինը կշահի։ Դատավորաց գրքում Աստծո խոսքը մի հետաքրքիր բան է ասում։ Ասում է Գեդեոնի համար Աստված դրեց Գեդեոնի կողքը շատ մարդիկ հավաքվեցին։ Հետո կրճատվեցին, հենց միանգամից ասեց ով վախկոտաբան նոր ամուսնացեք գնացեք տուն, կեսը գնացին, հետո ջուր խմացրեց, չեմ ուզում պատմեմ, բոլորը 1500 տարվա հավատացյալ եք, գիտեք, ով սխալ ջուր խմեց գնաց ու Գեդեոնի կողքը մնաց 300 հոգի։ Աստված մի բան ասում է Եվ որ ես ասեմ, բոլորդ փողերը կհնչեցնեք, ճրակները կջարդեք ձեր ձեռքի ու կաղաղակեք Աստծու ու Գեդեոնի սուրը։ Սա գրված է դատավորաց 7:20-ում։ Այդ 300 հոգին են մարդիկ էին, ովքեր խնդիր չունեին գոռալու Աստծու ու Գեդեոնի սուրը։ Բոլոր նրանք, ովքեր ասում են, բա իմ սուրը, ես չեմ ուզում ասեմ Աստծու ու Գեդեոնի սուրը, ես ուզում եմ իմ սուրը դուք տեսնեք։ Աստված ասես գնացեք տուն։ Ավելի լավ է ինձ 300 հոգի, ովքեր չունեն խնդիր հռչակելու Աստծու ու Գեդեոնի սուրը, քան 30,000, ովքեր ասում են, բա իմ սուրը։ Ու ես հավատում եմ, որ այսօր եկել է ժամանակ, որ մենք կարողանանք ու պիտի տեսնենք մեր դիմացինի, մեր ընկերոջ, մեր ծառայակցի ու մեր առաջնորդի սուրը, որը որ կտրում է որոշ ոլորտներում ավելի լավ, քան քո սուրը։ Մենք աշխարհում ինչ ենք ասում ենք սարը պես տղա է, սուրը աչուձախ կտրում է։ Այն սուրը որը կտրեց գեղամը իր փառաբանության խմբով, իմ սուրը այդ բաժինը չի կտրի։ Այնտեղ, որտեղ իմ սուրն է կտրում, իր սուրը չի կտրի։ Այնտեղ, որտեղ Արահովի սուրն է կտրում, Սամսոնի սուրը չի կտրի։ Ոչ էլ իմը, այնտեղ, որտեղ քո սուրն է կտրում, դու կասես ես ընդամենը աման եմ լվում ռեստորանում։ Քո սուրը ընդեղ աչուձախ կտրում է, Հիսուսը քեզ տարել է ընդեղ, ու այն մարդկանց, որ դու կարաս ավետարան ես, ես չեմ էլ ճանաչում։ Դրա համար շատ կարևոր է, որ ես ոչ թե կենտրոնանամ միայն իմ սրի վրա, այլ կարողանամ ասեմ Աստծու Գեդեոնի սուրը։ Շատ կարևոր է, որ ես որպես հովիվ տեսնեմ նաև իմ կողքի մարդկանց սուրը որ կոմա կտրում, ու եթե իրա սուրը ավելի լավ է կտրում, իրա պարգևը այդ կողմի վրա է, ես չասեմ, սաղ ես կանեմ։ Ես փառաբանեմ, ես քարոզեմ, զոհաբերություն քարոզեմ, շուտ կիշնեմ, ես էլ կտամ, չէ։ Աստված եկեղեցում դրել է տարբեր պարգևներ, ու եթե ես կարող եմ ընդամենը քարոզել, մեկ էլ չքարոզել, հանգստանալ, գնալ ձուկ բռնելու, այսօր հարց կար, ինչի են ծառայողները հոգնում, չեն հանգստանում, մենակ ծառայում են, որ ամիսը մեկ հանգստանան չեն հոգնի։ Բոլոր ծառայողներին, ովքեր հոգնած են, հրավիրում եմ իմ հետ ձուկ բռնելու։ Ինձ գրեք, կգնանք միասին ձկի չէ, ձկի։ Երկրորդ բանը, որ ուզում եմ խոսեմ, սա եկեղեցիների միջև միաբանությունն է։ Գիտեք, մենք շատ խոսում ենք այս մասին, մի հոգի անում է։ Բոլորս խոսում ենք մի հոգի անում է։ Բոլորս ընդեղ էլ մի հոգի կար անում էր, Վարդան եղբայրը գնաց։ Փառք Աստծո համար, ախպերս, փառք Տիրոջը։ Առաջի բանը միաբանության եկեղեցու մեջ։ Շփվեք իրար հետ, սիրեք իրար, մի բան բասեք։
Գիտեք, մենք մի անգամ ծառայողներով որոշում կայացրեցինք, դուք ասես մինչև վերջ պահել եք, համ ստացվում է, համ չի ստացվում։ Երբ որ Վարդանը գայի մոտ ու խոսի Սամսոնից, ես ասելու եմ մի վարքյան, զանգելու եմ Սամսոնին, ասեմ խոսա։ Բան ունես ախպորը ասելու, հա, ինձ մի ասա, իրան ասա։ Այս մորավյան եղբայրներն էին անում ու իրանց միաբանության մեջ մոտ 600 հոգի են եղել բամբասանքը կանգնելա։ Երբ որ այս եղբայրը գալիս այն եղբորից այդ բան ասի, ասա մի վարքյան հեսա զանգեմ իրան ասա։ Ինձ որ ասես ես այդ հարցը, բայց դու գիտես ինքը ինչ արի, բայց ես այդ հարցը չեմ կարող լուծեմ։ Իրան ասա, ինքը կարող է ապաշխարել։ Երկրորդ բանը, սիրելիներ, սա միաբանությունն է եկեղեցիների միջև։ Աստծո խոսքը ասում է երրորդ գլխում գործքառաքելոց, որ երկրորդ գլխում մենք տեսնում ենք, որ 3000 հոգի ապաշխարեց։ Երրորդ գլխում մենք տեսնում ենք աստվածաբաններ կան ասում են 5000 ապաշխարեց, բայց ես մտածում եմ 2000 ապաշխարեց, որտեվ ասում է եւ հավատացյալների թիվը եղավ 5000 հոգի, այն օրը Վարդանն է ինձ այդտեղը ցույց տվել։ Այն 3000-ն էլ գումարած 2000 եղավ 5000։ Ու մենք ասում ենք արթնություն է։ 2000 ապաշխարեց, այո ու ամեն, բայց դա գիտեք որտեղից սկսեց։ Երբ որ կաղը ցատկեց, երբ որ կաղը կանգնեց, ու տեղից արթնություն եկավ։ Ու դու մտածում ես, հա, կաղը կանգնեց, աղոթենք, գնանք կաղ գտնենք, որ քայլի, որ արթնություն գա, բայց դա տեղից էլ չսկսեց։ Դա սկսեց առաջի խոսքից։ Աստծո խոսքը ասում է, երբ որ Պետրոսն ու Հովհաննեսը որոշեցին գնալ տաճար աղոթքի։ Ու այդ գլուխը վերջանում է, որ 2000 հոգի ապաշխարեց։ Գլուխը սկսվում է ընդեղ, որ երկու առաքյալ, ովքեր իրար նման չեն, ովքեր իրարից շատ տարբեր են, որոշեցին գնան տաճար աղոթքի ու արթնություն է գալիս։ Երբ որ երկու հոգի որոշում է հավաքվի միտեղ, երկրպագելու Աստծուն, աղոթելու Աստծուն, արդեն արթնությունը սկսվել է։ Ես ուզում եմ մի բան ասեմ, մեր երկրի վիճակը, սա մեր եկեղեցու վիճակի արտացոլանքն է։ Մեր եկեղեցի ասելով ես նկատի չունեմ մեր համայնքը, ես նկատի ունեմ Հայաստանի եկեղեցու, Հայաստանի եկեղեցում բաժանումներ, մեր երկրում բաժանումներ, Հայաստանի եկեղեցում չարախոսություն մեկը մեկի դեմ, հələ նայեք կոմենտներում ինչ են գրում, ընտրություններից առաջ ինչ էին անում, դուք ասես վայ ես ինչ վատն է քաղաքականությունը, սա եկեղեցու արտացոլանքն է, արտաքինը ներքինի արտացոլանքն է, ֆիզիկականը հոգևորի արտացոլանքն է։ Երբ որ Քրիստոսի մարմինը որոշի միաբանվել, Տիրոջ հոգին թափելու է այդ մարմնի վրա։ Ամեն բան սկսում անդեղից, երբ որ Պետրոսն ու Հովհաննեսը, այն Պետրոսը, որ Հովհաննեսի նման չէր, այն Հովհաննեսը, որ Պետրոսին ասում էր ծեր, նկատել եք այդ տեղը, ասում է դե այն առաքյալը, որին Հիսուսը ամենաշատն էր սիրում, ինքը իրան է գովում, ավելի շուտ հասավ Հիսուսի գերեզման, որտև ավելի երիտասարդ էր, քան բիձեն չի գրում, բայց այդ ձև է դուրս գալիս։ Պետրոսը, որ համարձակ էր ամեն տեղ ասում էր, ես եմ առաջինը, ես կքայլեմ ջրի վրա, ես, իմ ոտերը չլվազ։ Ու Հովհաննեսը, որ հանգիստ Հիսուսի կրծքին հենված էր, իրարից տարբեր, բայց մի օր որոշեցին իրար հետ գնան տաճար։ Ամեն բան սկսում անդեղից, երբ որ դու սկսում ես սիրել նրան, ում հետ համաձայն չես։ Ում հետ համաձայն չենք, պիտի փրթենք։ Սիրել նրան, ով քո պես չի մտածում։ Իմ պես չի մտածում, հա, կդրել։ Նշանակել, զրկել։ Բայց ով ասե, որ բոլորը պիտի մեր պես մտածեն։ Ով իմ պես չի։ Իրա հագուկապը ինպես չի, իրա ձևը ինպես չի, իրա աղոթելը ինպես չի, մի քիչ համեստ է հագնվում, կամ մի քիչ բաց է հագնվում, կապ չունի։ Երբ որ Տեր Հիսուսը խոսում է, ինքը խոսում է սիրո միաբանության մասին։ Երբ որ մենք սիրենք,
Երբ որ մենք որոշենք իրար հետ քայլեր անել, Տիրոջ մասը իր հոգին թափելն է, մեր մասը սիրելն է, մեր մասը իրար հետ հավաքվելն է, աղոթքանելն է, միաբանվելն է, Տիրոջ մասը իր մարմնի մեջ բժշկություն բերելն է։ Գլխով, ոչ չեք կարող ամեն ասել, գլխով արել, հալելույա։ Վերջինը ուզում եմ խոսամ մի բանից, որ ոչ թե քո կողքինի մասին է, այլ քո մասին է։ Ուզում եմ միտեղ կարդամ իրար հետ, ինչ է լավ նկար եք դրե, իրար հետ նայենք ու աղոթենք։ Ստե լա նույնը, թե ստե ուրիշն է, ստե կարող է ձուկ բռնելու նկարներ։ Առաջի թագավորաց 22:1 Դավիթ այնտեղից փախավ գնաց եւ հասավ Ոդողոմի քարայրը, երբ իր եղբայրները, երբ իր հոր ամբողջ տունը լսեցին, եկան այնտեղ նրա մոտ եւ նրա մոտ հավաքվեցին բոլոր հարստարված մարդիկ, պարտք ունեցող մարդիկ, բոլոր դժգոհ մարդիկ, եւ նա դարձավ նրան զորագլուխը եւ նրա հետ 400 մարդ կար։ Դավիթը հետաքրքիր մարդ էր։ Այսօր շատ խոսեցինք Դավիթից, չէ՞։ Այնքան հավես է, ամեն ծառայող, ամեն հովիվ, ամեն եղբայր, որ ծառայում է, դու ոնց որ Քրիստոսին այդ կողմից ես տեսնում, ինքը բերում է այն գեղեցկությունը Քրիստոսի, որը որ դու չես կարող բերել։ Ամեն մեկը այդ թանկագին գանձը իր կողմից է ցույց տալիս, այդ կառատի այդ գծածը իր կողմից է ցույց տալիս։ Աստծո խոսքը ասում է, որ Դավիթը փախավ մտավ Ոդողոմի քարանձավը, ու իր մոտ հավաքվեցին բոլոր հարստահարված, պարտք ունեցող ու դժգոհ մարդիկ, ու ինքը դառավ իրանց զորագլուխը։ Դժգոհա գրած, ճիշտ եմ ասում, դժգոհ, անհարմար։ Գիտեք, այդ Ոդողոմի քարանձավը, քարայրը, ինքը բավականին մոտ է այն վայրին, որտեղ որ Դավիթը հաղթեց Գողիաթին։ Ու Դավիթը հայտնվեց մի իրավիճակի մեջ, ես ուզում եմ այս խոսքը մարգարեական, ուղղակի վերցնես քո կյանքի համար։ Մի թող կողքինդ քեզ խանգարի, ուղղակի ընդունի այն, ինչ որ Տերը ունի քո համար։ Ճիշտն ասած, այս սկզբի երկու խոսքը, քանի որ թեմայի մեջ էր, դրա համար արագ ասեմ, որ հիմա քո համար խոսք ասեմ։ Ոդողոմի քարանձավը բավականին մոտիկ էր այն վայրին, որտեղ որ Դավիթը ունեցել էր իր հաղթանակն ու իր ճանաչումը։ Բայց Դավիթի կյանքում եկել էր ժամանակ, որ ինքը կարծես թե պտտվում էր նույն սարի շուրջ ու առաջ չէր գնում։ Կարծես թե ես երեք այս նույն վայրում հաղթանակ եմ ունեցել ու բոլորը տոնում էին իմ հաղթանակը ասելով Սավուղը հազարներին սպանեց, Դավիթը 10,000-ներին։ Կարծես թե երեք ես այդ բանակի վրա զորագլուխ էի, այսօր ես փախնում եմ այդ նույն բանակից։ Դավիթին հալածում էր այն բանակը, որի վրա Դավիթը զորագլուխ էր երեք։ Դավիթին հալածում էր այն Սավուղը, ում համար հաղթանակ բերեց Դավիթը, այն Սավուղը, ում համար նվագում էր Դավիթը ու ինքը հանգստանում էր։ Դավիթին հալածում են այն մարդիկ, ովքեր իր ենթակայության տակ էին տարիներ շարունակ ու ինքը իրանց զորագլուխն էր։ Ու եկավ մի ժամանակ, երբ որ ինքը ստիպված էր փախնելու են մարդկանցից, ովքեր իր հրամանները մեկից մեկ կատարում էին։ Դժվար է, իհարկե։ Երբ որ դու փախնում ես քո թշնամուց, սա տրամաբանական է։ Երբ որ դու փախնում ես մարդկանցից, ում վրա դու հրամանատար ես, սա անտրամաբանական է։ Բայց կյանքը այնպիսին է, որ երբեմն մենք հայտնվում ենք այդ քարանձավում։
Կարծես թե մեր երեկվա հաղթանակից հետո Գողիաթին շատ մոտ կա քարանձավ, որտեղ ես փախնում եմ։ Գիտեք ել ում կյանքում եղավ քարանձավ։ Եղիայի։ Երեք սպանեց Բահաղի մարգարեներին, երեք կրակ իջացրեց։ Այսօր փախավ Հեզաբելից ու մտավ մի քարանձավ, որտեղ Աստված ասեց, ինչ ես անում ստեղ Եղիա։ Դե գիտես, այսքան մարդու կոտորեցին, մենակ ես եմ մնացել։ Աստված իր ներկայությամբ կպավ Եղիային ու ասեց, շարունակի անել են, ինչի մեջ ես քեզ կանչել եմ։ Ամեն մեկից կյանքում այդ քարանձավը գալիս է։ Ես չգիտեմ, ամեն մեկիդ կյանքում ինչ քարանձավ կա, որը որ քեզ պահում է առաջ գնալու, բայց այդ քարանձավը այնքան մոտ է քո երեկվա հաղթանակին։ Գիտեք, մեզ թվում է, Աստված, ում կյանքում է Աստված խոսք տվել։ Ով Աստծուց խոսք ունի, ով Աստծուց խոստմունք ունի։ Այն որ չկա, երկրորդ Հովհաննես 8-րդ գլուխը բացում ես, լիքը կա։ Ասում է, չիլնի։ Այստեղ են ծափ տալի։ Մենք հա? Լուրջ։ Ասում հա։ Հովսեփը չհայտնվեց Փարավոնի կողքը Պետապրեսի տնից, այնտեղ իր համար լավ էր։ Հովսեփը հայտնվեց Փարավոնի կողքը բանտից։ Մեկ այդ քարանձավը այնտեղն է, որտեղ Աստված հավաքում է քո կողքը մարդիկ։ Երբ որ Դավիթը հայտնվեց քարանձավում, Դավիթի կողքը հայտնվեցին բոլոր վնասված, վիրավորված, բոլոր դժգոհ, բոլոր պարտք ունեցող մարդիկ։ Ու Դավիթի օծությունը այդ մարդկանց սարքեց զորավարներ։ Անկախ նրանից, դու ինչ իրավիճակից ես հայտնվել քարանձավում, կապ չունի, միգուցե դու Դավիթն ես, որ հայտնվել ես քարանձավում, որտեղ որ քո կողքը պիտի մարդիկ հայտնվեն։ Միգուցե դու Դավիթը չես, բայց գնացել ես քարանձավ Դավիթի կողքը միաբանվելու, Դավիթի հետ լինելու։ Աստծո խոսքը ասում է, իր հոր տունը եկավ իր հետ միաբանվելու։ Գիտեք, որ ովքեր են իր հոր տունը։ Այն հայրը, ով իրան տղուտեղ չէր դնում։ Այն հայրը, երբ որ Սամուելը ասեց, քո տղերքին բեր, իրանց մեջից մեկին պիտի օծեմ, Դավիթին չկանչեց։ Այն ավակ եղբայր Եղիաբը, երբ որ Դավիթը գնաց, որ Գողիաթին սպանի, ասեց դու ուր ես եկել։ Դու եկել ես քեզ ցույց տաս ու անարգեց Դավիթին, բայց Դավիթը չկռվեց իր հետ։ Այն նրանք, ովքեր Դավիթի օծությունը, Դավիթի պարգևը, Դավիթին մարդատեղ չէին դնում, երբ որ ինքը հայտնվեց քարանձավում եկան իր կողքը։ Նրանք, ովքեր խնդիրներ ունեն, եկան Դավիթի կողքը ու միասին դարձան Իսրայելի թագավորն ու զորագլուխները։ Միշտ չի, որ Աստված պալատներում է գործում։ Ինքը քարանձավներում է գործում։ Միշտ չի, որ Աստված մեր հետ հանդիպում է պալատներում ու համալսարաններում։ Ինքը բանտ է գալիս։ Ինքը քարանձավ է գալիս։ Ու ինքը իր հետ, որ գալիս է, բերում է։ Ես հավատում եմ, որ Աստված բերեց։ Ոնց որ Նոյի մոտ բերեց բոլոր կենդանիները, այդպես էլ Դավիթի մոտ բերեց այդ մարդկանց։ Ու երբ որ կարդում ես երկրորդ թագավորացի վերջը, մնացորդացը, տեսնում ես այն զորավարները, ովքեր Դավիթի հետ երկիրը ղեկավարում են, ու դրանք բոլորը այն մարդիկ են, ովքեր եկան Դավիթի մոտ քարանձավ։ Անպետք մարդիկ, դժգոհ մարդիկ, անհարմար մարդիկ, բայց կաուծություն, դժգոհ, անհարմար, վնասված, վիրավորված, պարտք ունեցող,
մեղք ունեցող, որտեվ պարտքը դա նաև մեղքն է, նա մեր պարտքերը վերցրեց, մեր պարտքերը, ինչպես մենք մեր պարտապաններին, այս բոլոր մարդկանց Դավիթի օծությունը սարքեց զորավար։ Այս ինչ օծություն է, այս ինչ ուժեղ է։ Այս պարագայում Դավիթը Հիսուսի խորհուրդն է սիրելիներ։ Այս պարագայում Դավիթը առաջնորդի խորհուրդն է։ Անկախ նրանից դու ինչի ես եկել, Հիսուսը Հովհաննեսի համար ասում է, ինչ տեսնելու դուրս եկաք։ Ես չգիտեմ դու ինչի ես եկել, բայց եթե դու հայտնվել ես ստեղ, ես հավատում եմ, որ Տեր Հիսուսը որ ստեղ է իր ուծությամբ, այն ինչով եկել ես, կպնելու է քեզ, որ առանց դրա գնաս։ Ես պարտքերով եմ եկել, ստեղից գնալու ես առանց պարտքի։ Ես դժգոհ եմ, անհարմար եմ, ոչ մի բանից գոհ չեմ, Տերը քո սիրտը փոխելու է։ Ես վիրավորված եմ, վնասված եմ, ինձ վիրավորել են, այսօր դրա հարցը լուծվելու է, որտև Տեր Հիսուսը ստեղ է։ Ես ուզում եմ կարճ աղոթք անեմ քո համար, կխնդրեմ կանգնես։ Այս աղոթքը ավելի շատ ոչ թե ինչ-որ բան արձակելու աղոթք է, այլ ուզում եմ օգնեմ, որ դու Տիրոջից ընդունես։ Անկախ նրանից դու ինչի ես եկել ու ինչով ես եկել, ստեղից գնաս ուրիշ մարդ։ Ամեն անգամ Աստծո հետ հանդիպումը մեզ նույնը չի թողում ու փոխում է։ Թույլ կտաս օգնեմ քեզ։ Հալելույա Տեր։ Ուղղակի կենտրոնացի Տեր։ Ես գիտեմ, որ ուշ է, ես գիտեմ, որ մեր դուրս գալու ժամանակն է։ Բայց եկեք բաց չթողենք այս բա, ուղղակի կենտրոնացի Տիրոջ ու իր ներկայության վրա։ Տեր Հիսուս, ես կանչում եմ քո վերափոխող, բժշկող ներկայություն ամեն մեկի վրա հենց հիմա Տեր։ Քո թանկարժեք հարյունը, քո թանկարժեք զոհի հետևանքով, քո թանկարժեք վերքերից, որ հոսում է Տեր, թող մաքրի ամեն մեկինով ստեղատեր։ Ամեն պարտք, ամեն մեղք Հիսուսի անունով թող հալվի։ Ամեն վիրավորանք թող մնա ստեղ։ Ես խոսում եմ ներման զորություն ամեն մեկի կյանքի մեջ։ Ամեն դժգոհության վրա ես խոսում եմ գոհության հոգի։ Ամեն խառնաշփոթի ու բամբասանքի վրա ես խոսում եմ խաղաղության հոգի։ Ամեն հակառակության վրա ես խոսում եմ միաբանության հոգի։ Ու մենք կանչում ենք Տեր, քո միաբանությունը եկեղեցիների վրա, եկեղեցիների մեջ։ Դա դու ես անում։ Մենք ընդամենը պատրաստում ենք մեր սրտերը։ Մենք ընդունում ենք Տեր Հայաստանում եկեղեցիների միաբանություն, ասում ենք միաբանի գործի, շարժվիր Տեր, մենք խոսում ենք համապատասխան քո կամքին, մենք աղոթում ու հռչակում ենք համապատասխան քո կամքին, փառավոր Հիսուսի անունով, ամեն, հալելույա, հալելույա։